Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ հարասնացրել ենք հետևյալ լուրերը։ Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ ձերբակալվել է Հայաստանի նախկին վարչապետ, ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագով փողերի լվացման, պաշտոնյական լիազորությունները չարաշահելու եւ ապօրինի ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցելու մեջ։ Մամուլը գրում է, որ այս ժամանին խուզարկություն է իրականացվում Աբրահամյանի տանը։ Նշենք, որ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել դեռևս 2023 թվականի ապրիլին։ Ըստ գործի նյութերին նա զբաղեցնելով տարբեր պաշտոններ, падգամավոր, Արարատի քաղաքապետ, Արարատի մարզպետ, տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի ղեկավար, ազգային ժողովի նախագահ, վարչապետ, գործարք է կատարել, որի արդյունքում 2008-ից 2015 թվականներին ստացել է 230.4 միլիոն դրամի եկամուտ, մոտ $590,000։ Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը 2014-ից 16 թվականներին զբաղեցրել է Հայաստանի վարչապետի, իսկ նախքան դա երկու անգամ 2008-ից 2011-ին եւ 2012-ից 2014 թվականներին ազգային ժողովի նախագահի պաշտոնը։ Զինծառայության վերաբերյալ իշխանական падգամավոր Հայկ Սարգսյանի խնդրահարույց օրինագիծը, որով առաջարկվում է գումարի դիմաց բանակում ավելի քիչ ժամկետով ծառայել, ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովում շուրջ 4 ժամ քննարկումից հետո դրական եզրակացություն չստացավ։ Նախագծին կողմեր 5 դեմ 4 падգամավոր։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ձեռնպահ քվեարկեց։ Օրինագծով առաջարկվում է 18-ից 32 տարեկան քաղաքացիներին ծառայել 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, 4 ամիս ծառայության դեպքում վճարել 18 միլիոն դրամ։ Տարիներ շարունակ բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպանները հայտարարել են, որ պետությունը կոռուպցիան արմատախիլ պետք է անի ոչ թե նման նախագծերի, այլ իրավապահ համակարգի օգնությամբ։ Նախորդ ամսվա վերջին ազգային ժողովում փակ դռների հետևում իշխող քաղաքացիական պայմանագրի падգամավորներն ու պաշտպանության նախարարը մի քանի ժամ քննարկել էին այս նախագիծը եւ նրանց չէր հաջողվել ընդհանուր հայտարարի գալ։ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն Գլոբսեկ 2025 ֆորումին մասնակցելու նպատակով։ Պրահայում ընթացող Գլոբսեկ 2025 ֆորումի պանելային քննարկումների ժամանակ նա հայտարարել է, որ Հայաստանը միաժամանակ չի կարող լինել Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության անդամ։ Ու սա լավ հասկանում է պատասխանելով իտալացի լրագրողի հարցին, թե ինչպես է պատրաստվում Հայաստանը հաղթահարել այդ խոչընդոտը։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ միաժամանակ չենք կարող լինել ԵԱՏՄ եւ ԵՄ անդամ։ Ակնհայտ է, որ դա այն կետն է, որի շուրջ ապագայում ստիպված պետք է լինենք որոշում կայացնել։ Բայց շատ կարևոր է, որ որոշումը պետք է կայացնի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, իհարկե, կառավարության եւ ազգային ժողովի գլխավորությամբ, նշեց Փաշինյանը։ Նրա խոսքով, քանի դեռ սուր պահանջ չկա կայացնելու այդ որոշումը, Հայաստանը կշարունակի ժողովրդավարական բարեփոխումները եվրոպական չափանիշներին համապատասխան, որքան հնարավոր է։ Իսկ երբ պահը գա որոշում կայացնելու, հարցը քաղաքական օրակարգ կմտնի եւ կդրվի քննարկման սեղանին։ Մենք այդ որոշում կկայացնենք մեր քաղաքացիների հետ միասին, շեշտել է Փաշինյանը։ Այսօր վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, որի թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ իսրայելցի զինվորականների եւ հետախուզության տվյալներով Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, ինչպես նաև զոհվել են 4 բարձրաստիճան գեներալներ, այդ թվում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Մոհամմադ Բաղերին եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իսրայելը հերթական հարվածն է հասցրել Թավրիզ քաղաքին, որը գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում։ Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։ Պաշտոնական Երևանը դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ իրականացված հարձակումը։
Նիկոլ Փաշինյանը Չեխիայում ընթացող Գլոբսեկ 2025 ֆորումի ժամանակ դատապարտել է հարձակումը եւ պնդել։ Եվ դա հարցականի տակ է դնում այն փխրուն կայունությունը, որն ունենք մենք մեր տարածաշրջանում։ Եվ մենք շատ մտահոգ ենք։ Արտաքին գործերի նախարարությունից էլ ընդգծել են, որ Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Տեղի ունենալով հատկապես բանակցությունների հաջորդ փուլից առաջ այն վերջ է դնում խաղաղ ջանքերին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանն ու համաշխարհային խաղաղությանը։ Մենք դատապարտում ենք նման գործողությունները եւ կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ պահպանել միջազգային իրավունքը, նշված է հայտարարության մեջ։ Այս իրավիճակում լավատես է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա հայտարարել է, որ Հայաստանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից եւ հարձակվել Հայաստանի վրա։ Հարցին թե արդյոք սահմանին տեղաշարժեր չկան, Պաշտոնյան արձագանքել է. Մենք նման ինֆորմացիայի չենք տիրապետում, ես չէի շտաբի գնահատական տալ այս էսկալացիային, եկեք սպասենք, հասկանանք, թե ինչ զարգացումներ կլինեն, այնուհետև կարծում եմ, որ որոշակի ժամանակ է պետք գնահատել թե այս հարձակումը ինչպիսի ազդեցություն կունենա տարածաշրջանային անվտանգության վրա, ասել է նա, նկատելով, որ տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև խնդիր է Հայաստանի համար, իսկ Հայաստանը սպառնալիքներին արձագանքելու հիմնական գործիք է համարում խաղաղության օրակարգի առաջմղումը։ Նշենք, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բացելու գլխավոր ընդդիմախոսը հենց Իրանն է։ Ամենաբարձր մակարդակով Թեհրանը մի քանի անգամ հայտարարել է Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է։ Չեխիայում Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանն իր առջև Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու խնդիր չի դնում։ Այժմ մենք շատ սերտ համագործակցություն ունենք Եվրամիության հետ, բայց մյուս կողմից մենք Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու խնդիր չունենք, քանի որ մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է եւ դա է մեր ռազմավարությունը, ասել է Փաշինյանը, ապա ընդգծել Հայաստանը մտադիր չէ դադարեցնել ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում։ Դուք գիտեք, որ մենք տարածաշրջանում բարդ իրավիճակ ունենք։ Դուք նշեցիք ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում։ Նշենք, որ Հայաստանում է նաև ԵՄ մոնիտորինգային առաքելությունը, որը հետևում է Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակին։ Նախորդ տարի մենք նվազեցրել ենք ռուսական զորքերի ներկայության մակարդակը, բայց մյուս կողմից մենք հիմա խնդիր չունենք դադարեցնելու ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում, ասել է Փաշինյանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի կողմից Իրանին զանգվածային հարվածների ֆոնին հայտարարել է, որ Թեհրանին երկրորդ հնարավորությունն է տալիս միջուկային գործարք կնքելու համար։ 2 ամիս առաջ ես Իրանին 80-օրյա վերջնագիր տվեցի գործարք կնքելու համար, նրանք պետք է դա անեին, այսօր 61-րդ օրն է։ Ես նրանց ասացի, թե ինչ անեն, բայց նրանք պարզապես չկարողացան անել դա։ Հիմա նրանք թերևս երկրորդ հնարավորություն ունեն։ Գրել է նա սոցկայքում։ Սրան նախորդած հրապարակման մեջ ԱՄՆ նախագահը գրել էր, որ ինքն Իրանին հորդորել էր գործարք կնքել, սակայն դա տեղի չունեցավ, թեպետ իրանական կողմը ջանքեր թափել էր։ Ես նրանց ասացի, որ իրենց սպասվածից շատ ավելի վատ է լինելու։ Մենք ասացինք, Միացյալ Նահանգները անկասկած արտադրում է աշխարհի լավագույն եւ ամենամահացու ռազմական տեխնիկան եւ որ Իսրայելը դրանից շատ ունի եւ շատ ավելին է ունենալու։ Եվ նրանք գիտեն, թե ինչպես օգտագործել դա, որոշ իրանցի կոշտ գծի կողմնակիցներ շատ համարձակ էին խոսում, բայց չգիտեին, թե ինչ էր պատահելու։ Նրանք բոլորը հիմա մեռած են եւ իրավիճակը միայն ավելի է վատթարանալու։ Շատ մահեր ու ավերածություններ արդեն եղել են, բայց դեռ ժամանակ կա այս կոտրածին վերջ տալու համար, ասել է նա։ Թրամփը հավելել է, որ հաջորդ արդեն պլանավորված հարձակումները կլինեն ավելի դաժան։ Օրագիր Նյուզն այսօր հայտնել էր, որ պայթյուն է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին գազալցակայաններից մեկում։ Նախնական տեղեկություններով պայթյունը տեղի էր ունեցել Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայում։ Ավելի ուշ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն Mitsubishi մակնիշի ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի եւ գազալցակայանի սեփականատերերի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետևանքով վնասվել են գազալցակայանում կայանված Hyundai Elantra, Mercedes եւ Lada մակնիշի ավտոմեքենաները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետևանքով զոհեր եւ վիրավորներ չեն եղել, քանի որ երբ ավտոմեքենան մտել է լիցքավորման, լիցքավորողը թե վարորդին, թե ուղևորներին ըստ կարգի հրահանգել է, որպեսզի հեռանան ավտոմեքենայի մոտից, ինչը նրանք արել են։ Նշվում է, որ մոտ 1 ամիս առաջ նշված գազալցակայանում դարձյալ պայթյուն էր տեղի ունեցել։
Շամշյան Քոմի փոխանցմամբ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևանի-Ջևան ավտոճանապարհին ժողովրդին հայտնի Սևան գաղութի մոտ բախվել են 19-ամյա Մայիսեի վարած Մերսեդես Մագնիշի և 26-ամյա Միսակ Մը-ի վարած Իսուզու Մագնիշի բեռնատարը։ Բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ Մերսեդեսը բախվել է երկաթե արգելապատնեշին։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար դժվարներ չկան, վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, առողջ եղեք։